Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար տարին հաջող ընթացք ունեցավ, չնայած տարբեր գլոբալ ծրագրերի ձախողումներին։ Հաջողվեց ստանալ լուսանկար Թրամփի հետ, խաղաղության խոստումներ եւ իրականացվեց անաստակերի ներկրում Հայաստան, Ադրբեջանով եւ Վրաստանով։ Կաթողիկոսի հարցը շարունակում էր մնալ մարտահրավեր, անլուծելի խնդիր, չնայած գործադրվող անպատկերացնելի ջանքերին։ 2026-ը լարված տարի է լինելու։ Մի կողմից հոգենորոգության, բարեվարկության խոստումներ ու քայլեր, մյուս կողմից ասֆալտին փռելու եւ բորձուրներ լիզել տարու քարոզչական ախորժակ ձայն հավաքելու համար։ Ձյուտարում եկվորյակների համար աստղերը հուշում են լինել առավել զսպված, սուտ խոսելիս գոնե չափավոր, որ հնարավոր լինի վարչական լծակների կիրառմամբ հասնել որոշակի արդյունքների, քանի որ դաշնակիցների հարցում լրջագույն խնդիրներ կան քաղաքական դաշտում։ Պատրաստական դաշնակիցները չեն հաղթահարում անցողիկ շեմը ընտրություններում, հաղթահարողներն էլ չեն համագործակցում։ 2025-ը ամփոփելով արձանագրվում է, որ միապետությունը դարձել է արդեն իրականություն։ Դուք շարունակում եք լինել երկրում թիվ 1 որոշում կայացնողը, դրանց կատարման վերահսկողը, իսկ նախարարը, դատավորը, դատախազը, մարդկանց բռնողն ու բաց թողնողը։ Այս միապետության ձգտումները եթե շարունակվեն ապագայում, նախկինների ապագան հեռու չի լինի ձեզնից, որքան էլ հիմա պնդում եք, թե որևէ վտանգ չի սպառնում ձեր իշխանությանը։ ՀՀԿ-ն էր այդպես կարծում 2018 թվականի ապրիլին։ Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, սակայն չեն պարտադրում։ 2026-ին ընթരാճ հումորային շարք, որը 15 տարի ժողովուրդ օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։